Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, Հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է։ Առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք մեծահասակներին հուզող բոլոր թեմաներին՝ աշխատանքային իրավունք, վաստակացհանգիստ, հոբիներ։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն կազմակերպություններին, որ ծառայություններ են առաջարկում ավագ սերնդի ներկայացուցիչներին, այնպես որ նոր թափ եւ գործընկերություն վերցրեք։ Ես հյուրընկալել եմ իսրայելի գործընկերներին, հայկական Կարիտասից հանրային կապերի ու հաղորդակցության պատասխանատու Արմեն Հունմխոյան եւ հայկական Կարիտասի տնային խնամքի խթանումը Հայաստանում ծրագրի ղեկավար Մարգար Կարապետյանին։ Բարի օր, շնորհակալ եմ, որ այս հանդիպումն էլ կայացավ Տաղավարում։ Բարի օր, մենք ենք շնորհակալ մշտապես կիզակետում պահելու համար, այս հիմնահարցը ընդանապես տարեցների հետ կապված, հիմնահարցը նրանց մասին խոսելու այս նախաձեռնության համար։ Շնորհակալություն։ Սկսենք ասենք կարևոր, ամենապահանջված հարցը տնային խնամքի ծրագրից։ Կարճ ներկայացրեք, պարոն Կարապետյան, ծրագիրը տնային խնամքի, դրա անհրաժեշտությունը ու այս պահին ինչի արվում։ Ես գիտեմ, որ մեծ փոփոխություններ են մեզ սպասվում, ընթացակարգերը, գործերակարգերը պարզեցվում են, հարմարեցվում են, դրան իհարկե կանդրադառնանք, բայց այս պահին հայկական Կարիտասի տնային խնամքի ծրագրով ինչ է արվում, քանի շահառ ունեք։ Ծրագիրը իրականացվում է երկու մարզում՝ Շիրակում եւ Լոռվա մարզում, երկու քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, ամենտեղ ունենք 100 շահառու, 100 շահառուների սպասարկում ենք տնային պայմաններում, այդտեղ ծառայությունները տարբեր են՝ բուժքույրական օգնություն, սոցիալական խնամք, ինչպես նաեւ սոցիալական աշխատողների կողմից կատարվում է սոցիալ-հոգեբանական զրույցներ, ինչպես նաեւ աջակցություն է ստանում տարբեր հարցերում, փաստաթղթերից մինչև ուղեկցման ծառայություններ։ Սպեկտրը շատ մեծ է մեր ծառայությունների, փորձում ենք մեր տատիկ-բաբիկներին եւ 18+ հաշմանդամություն ունեցող անձանց հոգսը մի փոքր թեթևացնել առօրյա։ Կենտրոնանալով ավագներին, ովքեր են շահառուները, միայնակ տարեցներն են հնարավոր է, որ օրինակի համար մարդը, որի զավակները արտերկրում են, օգտվի այս ծառայությունից, կան այդպիսի մարդիկ, թե բացառապես միայնակ տարեցներն են։ Ներկա պայմաններում մենք աշխատում ենք նաև պետության հետ, միասնական սոցիալական ծառայության հետ, բոլոր շահառուները ուղեգրվում են միասնական սոցիալական ծառայության կողմից եւ ըստ գործող չափորոշիչների բոլոր անձինք կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն, այնտեղ սոցիալական աշխատողների կողմից կկատարվի հետազոտություն, գնահատում եւ ըստ կարիքի արդեն կորոշվի իրենք տնային խնամքի պայմաններում կարիք ունեն, 24 ժամվա խնամքի կարիք ունեն, թե ցերեկային կենտրոնի կարիք ունեն։ Այսինքն բոլոր ուղղորդումները կատարվում են միասնական սոցիալական ծառայության կողմից, բայց իհարկե նաեւ շահառուի կարիքը եւ շահառուի ցանկությունը հաշվի առնելով։ Այսինքն լինում են նաև դեպքեր, կան դեպքեր, որ զավակներ ունեն, բայց ներառված են այս ծրագրում։ Իհարկե, մեծամասնությունը զավակներ ունեն ցավոք սրտի, բայց ներառված են այս ծրագրում։ Նու կարելի է այսպես ասել, զավակների բացակայությունը նաև հանգեցրել է նրան, որ իրենք այստեղ խնամքի կարիք ունեն։ Ներկա պայմաններում Հայաստանի այս երկու մարզում, ինչպես գիտենք, իրենք ամենաաղքատ մարզերն են ու որևէ մեկի մեղադրել չի կարելի, որովհետև մարդիկ արդագնա աշխատանքի են գնում եւ այլն, հանգամանքները շատ տարբեր են, ամեն ընտանիք դժբախտ է յուրովի, մենք էլ փորձում ենք ինչ-որ ծևի աջակցություն տրամադրել տարեցներին եւ բացի դրանից ունենք նաեւ տարեցներ, ովքեր որ ունեն կարիքը զուտ ոչ միայն օգնության, այլ նաև հաղորդակցության կարիք ունեն, շփման կարիք ունեն եւ դրա համար են ընդգրկվել ծրագրի մեջ, որ մենք կարողանանք այդ բացը լրացնել։ Մենակությունը հաղթահարեն։ Այս խնդրի վերաբերյալ շատ զանգեր ես ինքս էլ ստանում եմ, կարծում եմ, որ մեր երկրում պիտի մշակույթի փոփոխություն լինի կամ ինչ-որ մի բան, որպեսզի գոնե նրանք, որ զավակներ ունեն, իրենց, այսպես ասած, պոզիտիվ պարտականությունը ծնողների հանդեպ կատարեն, այս հղում չանելով դժվար կյանքով, դեռ կյանքը միշտ դժվար է, այս առումով ես շատ մեծ հույս ունեմ, որ եթե ոչ առաջիկա տարին, տասնամյակներում սա կփոխվի, որովհետև զանգել ասել, որ ինչ անեմ ծնողիս հիվանդ է, ինչ անես, այսինքն ընտանեկան օրենսգրքով էլ լուծումներ կան, բայց երևի դեռ դրա համար մշակութային փոփոխություն է պետք, որովհետև Շիրազի պես որդիս պարկտան, այս մոտեցումն է, ծնողներն իրենք պահանջատեր չեն, որ ալիմենտ ուզեն իրենց չափահաս զավակներից իրենց պահելու համար, այսինքն այստեղ իմ
մոտեցումը գուցե մի քիչ կոշտ լինի, բայց ամեն դեպքում լուծումներ են պետք։ Անդրադառնալով համերաշխության, շփման, հաղորդակցման խնդիրներին, արդեն իմացա, որ հայկական Կարիտասը, ինչպես ասացիք, համերաշխության սենյակներ, ակումբներ, համերաշխության ակումբներ։ Ինչի մասին է խոսքը։ Սա սերունդների միջև կապն է ու նաև ինչպես ասեցինք, տարիցներին միայնակ չթողնելու այդ հանգամանքն է։ Ինչ են անում, կազմակերպում են տարբեր միջոցառումներ, դրանց միջոցով շատ ակտիվ ձևով զրույցները, հիմնականում ինչի կարիք ունի տարեցը, կարիք ունի լսելու։ Իսկ եթե ոչ երիտասարդը կարող է այդ բանի իր վրա լսված լինելու ու հատկապես նաև այդ իր փորձը, այդ հպարտությամբ շատ հաճախ տեսնում ենք, երբ որ իրենք փորձում են իրենց փորձը ներկայացնել ու ինչ հպարտությամբ են այդ ներկայացնում ու երբ որ տեսնում են, որ հենց երիտասարդը լսում է ու շատ չգիտեմ, այդ ամենամեծ բացն է այս պահին, որ կա ու ես կարող եմ ասել, որ այն նշեցիք երեխաների կողմից, ծնողների մասով տեղյակ պահելու կամ չգիտեմ նրանց հոգ տանելու, շատ հաճախ մենք ստանում ենք նաև զանգեր, երբ որ հարևանները կամ բարեկամներ են այդ հարցով դիմում են, որ իրենց կողքին ապրում է միայնակ տարեց, ով չնայած ունի ժառանգներ, բայց ունի օգնության լսվելու կարիք ու այդ պարագայում մենք փորձում ենք այդ եթե միասնական սոցիալական ծառայության կողմից ուղեգրված է արդեն ընդգրկվելու ծրագիր ու դարձնելու մեզ շահառու։ Հետաքրքիր է, որ պատմելու շատ բան ունեն, կիսելու շատ բան ունեն, հետո նույն պատմությունը գուցե մի քանի անգամ կուզեն պատմել, գուցե չէ, հաստատ մի քանի անգամ են պատմում ու այս դեպքում տարբեր ականջներ, տարբեր երիտասարդներ, այս անցուդարձա ակտիվությունը կարևոր է ու մեր մասնագետները, մեր գոլեգաները Եվրոպայում ասում են, որ դեմենցիայի կանխարգելման 14 ռիսկի գործոն կա, որից մեկն էլ այդ մեկուսացումն է, որ երբ որ մարդը ուղղակի նստած իր տանը մենակ հագիր կարդաց, ինչ-որ կենցաղային կամ այդ նույն հարևանի երեսը տեսավ, դա լուծում չէ, նոր մարդիկ են պետք, հատկապես երիտասարդները։ Շատ անգամ նաև իրենք են պատրաստ սովորելու երիտասարդից սովորելու պատրաստ են, մենք փորձ ունեցանք, երբ փորձում էին նկարել, սովորել, կամ բերել էին իրենց պատմությունը, իրենց նկարները փորձում էին պատմել, թե այդ լուսանկարը ինչ ձևով էին կամ ինչով է այդ լուսանկարը կարևոր, սա նույնպես այդ միջսերունդային այդ կապի կարևորության մասին է խոսում։ Մասնագետներն ասում են, որ հատկապես այս սերունդը շատ մեծ է խզվածքը, որտեղ տեխնոլոգիական դարի երեխաները եւ պապիկ տատիկները, որ դժվարությամբ են օգտվում, նաև այստեղ մենք մեր ակումբներում էլ փորձում ենք երիտասարդների ներգրավմամբ սովորեցնել տարեցներին, օգտվել սարքերից, տաքսի կանչելու, այսինքն կամ ինչ-որ բան պատվելու հնարավորությունից։ Այստեղ է, որ երիտասարդներն էլ տալու բան ունեն։ Մենք նաև ունենք, մենք խոսեցինք տնային խնամքի մասին, բայց նաև օրինակ ցերեկային կենտրոնը, Գյումրում գործող ցերեկային կենտրոնը, երբ կամավորների միջոցով այդ տարիքի կանայք նոր էին սովորում մասնագիտություն, այսինքն սովորում էին թաղիկագործություն կամ չգիտեմ ասեղնագործություն ու փորձում էին իրենց պատրաստվածը վաճառել։ Տայել, այսինքն այդ բացը կա, երբ որ պատրաստ են, ուրեմն այդ կարիքը կա, պարզապես պետք է նմանատիպ կառույցներ ու նմանատիպ մարդիկ կամավորներ, ովքեր որ հանձն կառնեն իրենց ուսերի վրա գտնեն այդ ամբողջ պատրաստականությունը։ Հրաշալի կլինի, լավ կլինի, կտեսնենք արդյունքները։ Մարգար, ասացեք, խնդրեմ փաստաթղթերի այն մեծ փաթեթը, որ այսօր զբաղվում է գործընկերների հետ, ինչ է ներառում այս պահին տնային խնամքի ծրագիրը, ինչ բացեր ունի, որ քննարկելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ փաթեթները, փաստաթղթերը, գործելակարգերը հստակեցնելով ավելի լավ արդյունք կունենանք։ 2028 թվականին սպասվելու են մեծ փոփոխություններ, ինչպես գիտեք 2019 թվականին ընդունվել է, եթե չեմ սխալվում, ընդունվել են նվազագույն չափորոշիչները, որով տնային խնամքի ծառայություն մատուցող կազմակերպությունները ուղղորդվում են ըստ այդ պետության կողմից նվազագույն չափորոշիչներով։ Անունն ենք ասում նվազագույն, բայց հավատացեք, դա այդքան էլ նվազագույն չի։ Հիմա 2028 թվականին սպասում են մեծ փոփոխություններ,
ըստ նոր չափորոշիչի մինչև 8 ժամվա խնամք է հատկացվելու տարեցին ու դա դեռ քննարկումների փուլում է, դեռ որևէ բան հաստատ չի, բայց բավականին լուրջ փոփոխություններ այստեղ սպասվում են։ Պետության հիմնական քաղաքականությունն է, որ տարեցին ինչքան հնարավոր է առողջ ապրելակերպ եւ փորձենք իր տան պայմաններում իրեն պահենք, այսինքն ոչ թե տեղափոխենք 24 ժամվա խնամքի հաստատություններ, այլ փորձենք իրեն իր տան մեջ փորձենք իրեն խնամք ներկայացնենք ու պահանջները բավարարենք իր տան մեջ։ Ուզում ենք դա ամենասկզբունքային պահն է, որ որդեգրված է, որ այսինքն ավելի քիչ sense եկեք ձևակերպենք մարդկանց էլ հասկանալի, որպեսզի ավելի քիչ տարեցներ գնան ծերանոցներ կամ այլ ուրիշ հաստատություններ, մարդը մնա իր իր տան մեջ ինքը իր կարիքները կարողանա բավարարի սոցիալական խնամողի, սոցիալական աշխատողի կամ բուժքրոջ օգնությամբ։ Էլ չասենք, որ եթե կանխարգելման ուղղությամբ լավ աշխատենք, հա, 60-ից հետո մարդիկ այդ տնային խնամքի կարիքն չեն զգա, որտեղ մենք տեսնում ենք 80 տարեկան մարդիկ այսպես ոտքով, ձեռքով, կենցաղավարությամբ, ինքնասպասարկմամբ։ Այո, 2000 այս նոր փոփոխությունների համար անդրադառնանք նաև կանխարգելման առումով, կանխարգելումը ամենակարևոր գործողություններից մեկն է, հատկապես տարեցների շրջանում։ Ու երբ որ մենք այստեղ խոսում ենք առողջության մասին, բուժքույրերի դերակատարությունն է շատ մեծ։ Ինչպես գիտենք, մեր հայաստանյան պոլիկլինիկաներում առաջնային առողջության օղակները շատ խիստ ծանրաբեռնված են ու ներկա պահին եթե մենք չզբաղվենք իրենց առողջության հարցով, այդ տարեցների հարցը կարող է օրերով, տարիներով այդ հարցը լուծում չստանա։ Մեր ցանկացած շահառու, որին որ մենք նոր ընդունում ենք ծրագրի մեջ, առաջնայինը հենց առողջության խնդիրն ենք մենք փորձում կարգավորենք ու հավատացեք, ունեցել ենք տարեցներ, վերջի տարին չէ, 2026 թվականը չէ, ունեցել ենք տարեցներ, ովքեր որ 10-ամյակ տարիներով պոլիկլինիկա չեն գնացել ու նույնիսկ քարտ չեն ունեցել։ Նու այս փոփոխությունների հետ կապված 2026 թվականի ահագին տարածքները արդեն ակտիվություն են դրսևորում ու գնում են, որ իրենք էլ հետազոտություններ անցնեն, որը եւս ողջունելի փաստ է։ Մեր ծառայությունների շրջանակում, ինչպես նշեցիք, նաև այս համերաշխության ակումբները, իրենք մի հատ շատ մեծ առավելություն ունեն, որ իրենք տարիքային սահմանափակում չունեն։ Այդ տարիքային սահմանափակումը նվազագույն շեմից է, ոչ առավելագույն շեմից, այսինքն մեր մոտ կարող են սկսել 15 տարեկանից եւ 15 տարեկանից մինչեւ Իշքան որ մեր մտքով թիվը անցնում է, այդ տարիքի մարդիկ կարող են մասնակցել այդ ակումբների շրջանակներում մասնագետների ներգրավվածությունը տարբեր է, ունենք եւ դպրոցականներ, եւ ուսանողներ, եւ բժիշկներ, եւ բժշկական համալսարանում սովորող ուսանողներ, եւ մանկավարժներ, ապագա բուժքույրեր, այս բազմազանությունը շատ մեծ ոգևորություն է առաջացնում տարեցների մոտ, որովհետեւ ինչ թեմայով տարեցներ կան, որ իրենք շատ մեկուսացված են ու մենք փորձում ենք մոդեցումներ գտնել ամեն անգամ նոր կամավորների ուղարկելով, որ փորձենք բացահայտենք այդ հետաքրքրությունը, որ իրեն փորձենք կամացից կյանքին վերադարձնենք, հա, ինչպես մեր նախորդյուրն ասաց, կյանքի հանդեպ սերը, հետաքրքրությունը նաև արտնացնենք։ Ինչն է հետաքրքրական, մեր գործունեության ընթացքում էլ կան մարդիկ, որ ասենք իրենց ծնողներից մեկը Ալցհեյմեր հիվանդություն է ունեցել ու արդեն չկա ու հիշատակի համար իրեն գալիս են ուզում են ինչ-որ մի բան անեն, ասում են մորս կարոտը մեկ ուրիշ կնոջից կամ այս խմբի հետ աշխատանքում ստացա, ու սա շատ կարևոր է, որ ոչ միայն լինեն երեխաներ, ոչ միայն լինեն մասնագետներ կամ ապագա մասնագետներ, որ իրենց համար փորձառություն է, այլև ուղղակի բարի մարդիկ, որ ունեն ժամանակ, ունեն ռեսուրս, ունեն մի բուր կոնֆետ, հա, տատիկին տանելու, այդ օրը մի բարի բան անելու, նաև կոչ անենք, որ լսում են մեզ ու կուզեն այցելել կամ ինչ-որ մի բան կապվեն հայկական Կարիտասի հետ։ Արմենուհի ասացեք, խնդրեմ, թե տնային խնամքի մասով արդեն իմացանք Գյումրիում, Վանաձորում, այս երկու մարզերում, իսկ մյուս ծրագրերը Կարիտաս ընդհանուր առմամբ որ մարզերում է աշխատում եւ որ ուղղություններով նաեւ։
Նշեմ, որ Caritas-ը եթե խոսում ենք սոցիալական ուղղվածության մասին, ուղղվածության ռազմավարական ուղղությունները այս պահին սոցիալական է, իսկ սոցիալականը միայն սոցիալականը իր մեջ ներառում է տարեցների հիմնահարցեր, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, առանձնակի ենթաբաժնով նաև կանանց հետ կապված, որովհետև նաև կանանց ռեսուրս կենտրոն ունենք, նաև Վարշտենիսում, ունենք Կարի կենտրոն Գյումրիում, սա որպես մեկ ռազմավարական ուղղություն, երկրորդ ռազմավարական ուղղությունը համայնքային զարգացումը բավականին մեծ իր տարբեր ծրագրերով, նաև ունենք միգրացիան, ինտեգրացիան, որը նաև իր մեջ ներառում է նաև բռնի տեղահանվածների հետ կապված հարցեր, աշխատանքային հիմնական գրասենյակ գլխամասային գտնվում է Գյումրիում, բայց գրասենյակներ ունենք նաև Երևանում, ծրագրեր իրականացնում են այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզում, Շիրակում Դժվար ուղղություններ հիմնականում օրինակ ցավոք սրտի ինչ որ արտակարգ իրավիճակների դեպքում մի քիչ ավելի ծրագրերը շատանում են ես ցավոք եմ ասում որովհետև չտա աստված որ նման դեպքերը անհրաժեշտությունը լինի որովհետև այդ պարագայում մենք ծրագրեր իրականացրել ենք նաև ամբողջ Հայաստանի տարածքում Սյունիքում նաև մյուս մարզերում Պարոն Կարապետյան հայտնի է, որ տարիցների հետ աշխատանքը բարդ աշխատանք է, դե ամենաշատ վարձատրվողներից չէ հաստատ, արդյոք տնային խելամողների, նաև ուշքույրերի, մասով սոցաշխատողների ունենում եք կադրերի պակաս ու ինչ մարդիկ են ձեր թիմում ներգրավված Շատ լավ հարց եք տալիս, իրոքից աշխատանքը հեշտերից չէ եւ միանշանակ կադրերի պակաս այսօր մենք շատ ունենք, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանում խնամքի ոլորտը ինքը դեռ բաց է, բայց նորից պետությունը այդ մասով քայլեր ձեռնարկում է, որպեսզի իրեն համախմբված աշխատանք տանի եւ այդ դաշտը փորձեն եւս կարգավորել Այո, աշխատանքը ես միշտ իմ թիմակիցներիս ասել եմ ու ելի կասեմ, որ դա աշխատանք չի, դա առաքելություն է, որը մենք կատարում ենք ու դա իրոքից այդպես է։ Տարեցի հետ աշխատանքը շատ բարդ է նրանով, որ դու գործ ունես հասուն տարիքի երեխայի հետ։ Այդ շատ բարդ է։ Ոմանք խոստովանում են, որ մենք երեխաներ ենք, ոմանք դիմալ, հո մենք երեխա չենք։ Ու իդե դա էլ ըստ իրավիճակի, եթե պետք է որ ինչ որ մի բան ասեն, հո մենք երեխա չենք, ճիշտ դեռահասների պես մեծ եմ թե փոքր եմ, ըստ իրավիճակի։ Մենք ենք բախվում։ Այդ ամբողջ դժվարությունների հետ նաև կա շատ մեծ առավելություն, ինչի համար, որովհետև երբ որ ես մոտ 7 տարի շփվել եմ տարեցների հետ, այս ծրագրի մեջ արդեն 7 տարի եմ, տարեցների հետ շփումը քեզ ավելի տեղափոխում է մի քայլ ավելի առաջ, ինչի համար, որովհետև երբ որ դու տարեցի հետ ես շփվում, ինքը կյանքի փորձ ունի ու այդ փորձը ամեն մի բառը իր անցած ուղի ունի, ու երբ որ դու մի քիչ էլ հասկանում ես իրենց խոսքի տագը թե ինչ էր կարող է լինել, այդ քեզ շատ հարցերի պատասխանները կարող ես իրենց այդ շփումից էլ գտնել։ Նո բնականաբար բարդություններ շատ ունենք ու դեռ ունենալու ենք, հարցը դրա մեջ չենք, մենք պատրաստ ենք ծառայել մեր տարեցներին, որովհետև տարեցը անձանց օգնելը դա մի ուրիշ հաճույք է ու մի ուրիշ առավելություն ըստ զգում որովհետև երբ որ կամ բավարարություն միանշանակ ու մեր ամբողջ թիմի մենք շատ աշխատակիցներ ենք ունեցել ովքեր որ չեն կարողացել աշխատել ու դա էլ է նորմալ որովհետև ամեն մարդ չի կարող տեսակետից չեն կիսել մոտեցումը ու փառք Աստծո հիմա ներկայային ունենք թիմ ձևավորված ովքեր որ մեկ ուղղությամբ ենք գնում ու նույն մտածելակերպ ունենք որ դա աշխատանք չէ դա առաքելություն է Ես էլ եմ միշտ ասում, մեր թաքնված շահը այս ամենում կյանքի փորձն է, ջերմ խոսքերն են, երախտիկն է, որ նաև ստանում ենք, բայց այնուամենայնիվ աշխատանքը դժվար է, եթե դիտարկես որպես աշխատանք, իսկ եթե այնպես, ոչ։ Բոլոր բարդությունները հոդս են ցնդում, երբ որ ասենք նույն տարեծը, նույն շահառուն վեճում շնորհակալություն է հայտնում, այդ մի ջերմ խոսքը հավասար է, չգիտեմ, այդ Իդեպ ձեր մոտից ինձ տիկին Ջեման է բարբերաբար զանգ տալիս 8-ից 10 պակաս
սկզբից դե անծանոթ համարով զանգ է գալիս վերցնում եմ ամեն դեպքում մտածում ինչ է իսկ ինչ ներկայանալուց հետո ինձ թվում է ինչ-որ մի բան պիտի ուզի կամ ինչ խնդիր ունի ընդամենը ինձ լավոր է մաղթում, շնորհակալություններ է ասում, ձեր մասին է լավ բան ասում, ու այդպես այդ օրը մի տեսակ լուսավորված ավելի հետաքրքիր եւ ուրախ է անցնում։ Մենք եւս ունենք նման դեպք, մի տատիկ ամեն օր աշխատանքային օրերի ընթացքում 4-ին 10 պագաս, մինչև 4-ը զանգի ժամն է ու ինքը անպայման հարցնում է թե ժամը քանիսն է ու ինքը շփվում է որոշակի ժամանակահատված, շնորհակալություն է հայտնում ու անջատում։ Որ չզանգի կան հանգստանանք, չէ՞ կսպասեք։ Միանշանակ։ Հրաշալի է, շնորհակալ եմ աշխատանքի համար նվիրման, այս փորձառության ու որ ճանապարհը անցնում ենք միասին, լավ օր եմ մաղթում։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։